Մեղրով քրքում ամենահզոր հակաբիոտիկը։ Քրքումն այժմ հանդիսանում է ամենալայն կիրառություն ունեցող համեմունքներից մեկը։ Մարդիկ հիմնականում այն օգտագործում են խոհանոցում իր բացառիկ համի պատճառով, բայց այն կիրառվել է նաև այլընտրանքային բժշկության մեջ շատ դարերի ընթացքում։ Նրա գույն ինքնատիպ է։ Մարդիկ հիմնականում այն օգտագործում են մարսողական խնդիրների, վերքերի, ստամոքսի խնդիրների, աննշան կտրվածքների ու ջլերի ձգումների դեպքում։ Մեղրով քրքում բժիշկները չեն կարողանում բացատրել այս համադրության ուժը։ Բազմաթիվ գիտական հետազոտություններ հաստատել են այն առավելությունները, որ քրքումը ցուցաբերում է մեր օրգանիզմի վրա։ Այս համեմունքը պարունակում է քրքումին անունը կրող ակտիվ միացություն, որը կարող է նվազեցնել բորբոքումը, բայց կարող է բուժել նաև մարսողության հետ կապված շատ խնդիրներ։ Որոշ փորձագետների կարծիքով քրքումինը կարող է մարդկանց օգնել նաև կանխարգելել քաղցկեղը։ Այն լի է հակասնկային ու հակաբակտերիալ հատկություններով, որոնք կարող են ձեզ օգնել բազմաթիվ տարատեսակ մանրեների դեմ պայքարում։ Հետազոտությունները հաստատում են, որ քրքումինը կարող է օգնել բջիջներին գոյատևել, կենսունակ մնալ ուժեղ բորբոքման դեպքում։ Այն նաև պաշտպանում է ԴՆԹ-ն։ Քրքումն ազդեցություն է գործում մեր օրգանիզմում եղած 700 գեների վրա և լուծում է առողջության հետ կապված 160-ից ավելի խնդիրներ։ Նրա հակաբորբոքային հատկությունները կարող են ձեզ օգնել բուժել այնպիսի վիճակներ, ինչպիսին օստեոարթրիտն է։ Շատ փորձագետներ պնդում են, որ քրքումը կարող է օգնել մեզ բուժել լյարդի, շնչառության, նյարդաբանական խնդիրներն ու աուտոիմունային խաթարումները։ Այն պարունակում է թուրմերոնոմ անվանումով միացություն, որը կարող է ծառայել նաև որպես Ալցհեյմերի հիվանդության դեմ պայքարի բնական միջոց։ Քրքումը կարող է ուժեղացնել մեր ուղեղի ֆունկցիան, վերականգնել ուղեղի բջիջները։ Այն կարող է ուժեղացնել մեր ուղեղի ֆունկցիան վերականգնել ուղեղի բջիջները և ճնշել բետա-ամիլոադային խցանումների կուտակումներն ուղեղում։ Վերջինս համարվում է Ալցհեյմերի հիվանդության հիմնական գործոններից մեկը։ Քրքումին բնորոշ շատ ուժեղ հակաօքսիդանտային և հակաբորբոքային հատկությունները կարող են օգնել քաղցկեղի շատ տեսակների բուժման գործում, ինչպիսիք են ստամոքսի, կրծքագեղձի, թոքերի, լյարդի ու հաստ աղու քաղցկեղը։ Այն ավելի արդյունավետ է, քան քիմիաթերապիան, քանի որ այն առողջ բջիջների վրա չի ազդում, դրանք չի վնասում, մինչ ազդում է չարորակ բջիջների վրա։ Քրքումն իր արդյունավետության բարձրակետին է հասնում, երբ համադրվում է մեղրի հետ։ Այս միաձուլումը կարող է ձեզ օգնել բազմաթիվ բակտերիաների դեմ պայքարում։ Դուք ձեր աղիներում եւ այլուր կաճեցնեք շատ օգտակար մանրեներ, եւ այսպես ինչ է մեզ հարկավոր անել։ Բաղադրամասերը՝ 1 ճաշի գթալ մանր աղացած փոշե նման քրքում, 100 գրամ մեղր։ Պատրաստման եղանակը։ Այս բաղադրիչները խառնել ապակյա տարայի մեջ։ Ընդունեք այս միջոցից մեկական թեյի գթալ յուրաքանչյուր ժամը 1, եթե մրսած եք կամ գրիպով հիվանդ։ Երկրորդ օրը այն ընդունեք յուրաքանչյուր 2 ժամը 1։ Նույն չափաբաժին ընդունեք մյուս օրը 3 անգամ։ Հավաստիացեք, որ դուք այս խառնուրդը միանգամից չեք կուլ տալիս։ Այն պետք է դանդաղորեն հալչի ձեր բերանի մեջ։ Քրքումը ընդունեք 1 բաժակ թեյով, լավագույն արդյունք ապահովելու համար։ Նյութի տեքստային տարբերակը կարող եք գտնել հոլովակի բնութագրի մեջ։ Ում է խորհուրդ տրվում քրքում օգտագործել և ում է հակացուցված։ Քրքումն աշխարհում ամենահայտնի համեմունքներից մեկն է։ Համային հրաշալի որակներից բացի, օժտված է նաև օգտակար բազմաթիվ հատկություններով և բնական հակաբիոտիկ է համարվում։ Քրքումով են համեմում տարատեսակ ուտեստներ, ձվածեղ, աղցաններ, սոուսներ, ապուրներ, մակարոնեղեն, բրինձ, մսային ու ձկնային ուտեստներ, անգամ հրուշակեղեն և այլն։ Այն պարունակում է վիտամին C, K, E, ինչպես նաև B խմբի վիտամիններ՝ B1, B2, B3, B6, B9, եթերային յուղեր, երկաթ, քրքում գունանյութ, յոդ, ֆոսֆոր, կալցիում, սելեն և առողջության պահպանման համար կարևոր այլ նյութեր։ Կալորիականությունը։ 100 գրամ քրքումի կալորիականությունը 350 կիլոկալորիա է։ Օգտակար հատկությունները։ Նպաստում է իմունիտետի ամրապնդմանը, օժտված է հակամանրեային ուժեղ ազդեցությամբ և բնական հակաբիոտիկ է համարվում, որը բացասաբար չի ազդում լյարդի և ստամոքսաղիքային տրակտի վրա։ Կանոնավոր օգտագործման դեպքում քրքումը նվազեցնում է օնկոլոգիական հիվանդությունների առաջացման հավանականությունը։ Նպաստում է սրտամկանի ամրացման, ճնշման կարգավորմանը, բարենպաստ ազդեցություն է թողնում անոթների վրա, լավացնում է արյան որակը։ Օգտակար է բրոնխային թոքային հիվանդություն ունեցող մարդկանց համար։
Բարենպաստ ազդեցություն է թողնում նյարդային համակարգի վրա։ Լավ ազդեցություն է թողնում ստամոքսաղիքային տրակտի աշխատանքի վրա։ Մեծացնում է ախորժակը, լավացնում է մարսողությունը և ծանր սննդի յուրացումը։ Կարգավորում է լեղապարկի և ենթաստամոքսային գեղձի աշխատանքը, լավացնում է ստամոքսի միկրոֆլորան, նվազեցնում է գազագոյացումը։ Օրգանիզմը մաքրում է խարաններից և թույներից։ Քրքումն օգտակար է կնոջ առողջության համար, նպաստում է մենստրուալ ցիկլի կարգավորմանը, պաշտպանում է գինեկոլոգիական հիվանդություններից, լավացնում է վերարտադրողական ֆունկցիան։ Շատ օգտակար է նաև տղամարդկանց համար, պաշտպանում է պրոստատիտից, ուժեղացնում է սեռական ֆունկցիան։ Քրքումը շատ լավ է ազդում նաև ոսկորների վրա։ Այդ պատճառով խորհուրդ է տրվում ընդգրկել երեխաների և տարեցների սննդակարգում։ Նպաստում է սպիտակուցների յուրացմանը, ինչը շատ կարևոր է սպորտսմենների և երեխաների համար։ Հակացուցումները լեղապարկի և լեղուղիների հիվանդությունների, հղիության, ինչպես նաև դեղորայքային բուժում ստանալու ընթացքում քրքումն օգտագործելուց առաջ պետք է խորհրդակցել բժշկի հետ։ Բացի այդ, անգամ լիովին առողջ մարդիկ չպետք է մոռանան, որ քրքումն օգտակար է միայն չափավոր և կանոնավոր օգտագործման դեպքում։ Նյութի աղբյուրն էր սոցկիեյեմը։ Քրքումի լիմոնադ ընկճախտի դեմ։ Բազմիցս խոսել ենք քրքումի օգտակար հատկությունների մասին, սակայն վերջերս արված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ քրքումը նաև հրաշալի կերպով պայքարում է ընկճախտի կամ այսպես ասած դեպրեսիայի դեմ։ Ապացուցվել է, որ քրքումի բաղադրության մեջ մտնող կուրկումինը օգնում է դեպրեսիվ խանգարումների դեպքում, այն էլ առանց կողմնակի ազդեցության։ Ընկճախտով տառապող մարդկանց ուղեղում բորբոքումների մակարդակն ավելի բարձր է։ Նաև այս մարդկանց մոտ ցածր է ուղեղի նեյրոգենեզիսը, ինչն էլ նշանակում է, որ ուղեղն ավելի քիչ է նոր բջիջներ ստեղծում։ Կուրկումինը հակաբորբոքային նշանակություն ունի, այդ իսկ պատճառով էլ խթանում է նեյրոգենեզիսը։ Բազմաթիվ հետազոտություններ հաստատել են, որ քրքումի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է օրգանիզմում բորբոքային գործընթացները։ Healthy Food House կայքը ներկայացրել է քրքումի լիմոնադ, որը չափազանց արդյունավետ է և բացի այդ հեշտ է պատրաստվում։ Բաղադրություն. 2 ճաշի գթալ թարմ աղացած քրքում, 4 ճաշի գթալ մեղր, 5 կիտրոնի հյութ, 4 բաժակ սառը ջուր, 1 կարմիր նարնջի հյութ։ Պատրաստման եղանակը. բոլոր բաղադրիչները լցրեք բլենդերի մեջ և լավ խառնեք։ Հյութը մատուցեք մի կտոր կիտրոնով։ Նյութի տեքստը կարող ես գտնել հոլովակի բնութագրում հղմանը սեղմելով։ Առողջություն քեզ։